Շարունակում ենք էկոնոմիկսի հերթական թողարկումը։ Այսօր խոսելու ենք կոշկագործության մասին։ Այս ոլորտը բավականին հետաքրքիր ոլորտներից մեկն է հանդիսանում եւ Հայաստանում եղել են ժամանակաշրջան, որ բավականին տարածված է եղել, մեծ զարգացում է ունեցել։ Այո, այս ոլորտը ունի իր պատմությունը, իր ընթացքը եւ ներկայումս եւս մենք ունենք բավականին, այսպես կոշիկ արտադրող ընկերություններ, որոնք զարգանում են, ունեն խնդիրներ եւ այդ խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ առաջարկելու, այսպես հարցի առջեւ է կանգնած։ Կոշկագործության խնդիրների հարցերի մասին խոսելու ենք Ոտնաման ընկերության համահիմնադիր Աբգար Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, հայկական կոշկագործությունը ունի իր առանձնահատկությունը, իր դեմքը։ Այո, մենք ունեցել ենք բավականին հետաքրքիր մշակույթ, նույնիսկ Հայաստանում է հայտնաբերվել ամենահին կոշիկը, որով հաճախ դրսում գլուխ են գովում։ Պետք է հասկանանք մենք այս ոլորտում ինչ առանձնահատկություն ունենք կամ ինչ մշակույթ ունենք։ Թեկուզ այդ մշակույթը հիմա չունենք։ Իմիջիալոց ես շատ մոտիկից տեսել եմ այդ տրեխը ու շատ ոգևորիչ էր։ Դա շատ կարևոր տեղ է մեր պատմության համար, մեր ընթացքի համար, արտադրության ընթացքի համար, որովհետև ժամանակին, ոնց նշեցիք, ժամանակին մենք շատ հայտնի էինք տարածաշրջանում կոշկագործությամբ, բայց ցավոք մենք այդ հայտնիությունը եւ պոպուլյար լինելը կորցրեցինք։ Իսկ ինչի հիման վրա էր այդ մեր հայտնիությունը։ Մեր վարպետներն էին լավ, մեր կոշկագործության յուրահատուկ տարբերակներ կար, այսինքն կաղապարները։ Մեր կաղապարները ավելի լավն էին, մշակված էին, կաղապարը դա արհեստական ոտն է, որի վրա հավաքվում է կոշիկը։ Եվ այդ պլյուսերը մեզ տալիս էին բավականին մեծ հաջողություն կոշկագործության, կոշիկի շուկայում։ Եվ ցավոք 90-ականներից սկսած մենք այդ ամեն ինչը կորցրեցինք եւ դժվար կարողանանք վերականգնել, բայց Հայաստանում կան արտադրողներ, որոնք պահում են կարևորը որակը։ Այստեղ կոշիկի եւ կարծում եմ յուրաքանչյուր ապրանքի կարևորությունը դա տեսքն է եւ որակը։ Ինչպես պոպուլյար հիմա Չինաստանի շուկայից տեսքը գրավիչ է, բայց որակը բոլորս եւ գինը անշուշտ երրորդ գործոնը կարող ենք ավելացնել։ Բայց եկեք սենց մի բան նկատենք, հայկական ժողովրդական ասացված կա, թանկի ծեժանը չկա, եւ դա իրականում այդպես է։ Կարծում եմ յուրաքանչյուրը դա զգացել են։ Նայեք, եկեք սենց գումարում հանում անենք։ Եթե դու գնում ես կոշիկ, ասենք 10,000 դրամով եւ ռեալ դու գնահատում ես, որ այդ կոշիկը դու կհագնես 3 ամիս։ Իրականում 3 ամիս էլ չի լինում, չի ձգում, բայց բացի դրանից դու չես գնահատում նաեւ մի բան, որ դու վնաս ես տալի քո մաշկին, վնաս ես տալի քո ոտքերին։ Երբ որ երիտասարդ ես, դա օքեյ է։ Երբ որ դու վնաս ես տալի, դա չես զգում։ Ժամանակի ընթացքում սկսում են խնդիրներ եւ դրանից ելնելով գումարում հանումը իշահ նրան է, որ ավելի մի փոքր ավելի շատ տաս, ասենք կրկնակի 20,000 դրամ։ Համ երկար հագնես, համ որակով բան հագնես։ Ինչպես նույն գնորդը որոշի որակյալ է կոշիկը, որ ըստ ձեզ, որ երկարաժամկետում վնաս չի հասցնի իր ոտքերին, իր մաշկին, ինչպես որոշիք հասարակ գնորդը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ապրանք ընտրելիս սկզբից պետք է ռիսերչ անել, հասկանալ, թե ինչ շուկայում ինչ առաջարկներ կան եւ ըստ դրա նաեւ մի փոքր կարելի է ինտերնետում հետաքրքրվել, թե ինչպես ընտրել կոշիկներ, բայց իմ խորհուրդը ընտրել միանշանակ բնական հումքով եւ կոշիկի ներսի հումքը շատ ավելի կարեւոր է, քան արտաքինը։ Ներսի հումքը անպայման պետք է լինի
բնական։ Մենք երբ սկսեցինք այս ոլորտում, այս բիզնեսով զբաղվել, իրականում ամենասկզբից գրեթե ոչ մի բան չգիտեինք։ Մենք ոտնամանը ստեղծեցինք, ես ու իմ ընկերը, ստեղծեցինք շատ քիչ գումարով։ Մեր մոտ ինտուզիազմ կար, շատ մեծ ստիմուլ էր, եւ այդ ստիմուլը մեզ դրդեց, որ մենք սկսենք բիզնես, որի մասին մենք գաղափար չունենք։ Չնայած մենք տեղյակ էինք շատ բաների, շատ բիզնեսի աշխատելու ընթացքից էինք տեղյակ եւ ընդհանուր կոնցեպտը, այսինքն ինչ կարգի պետք է աշխատել։ Երբ մենք սկսեցինք հետաքրքրվել, թե ինչ է։ Ձեր մտքում հայկական շուկաներ իրացման, թե դրսի մասին եք միանգամից մտածում։ Մենք ի սկզբանե ռեալիստ ենք եղել, ռոմանտիկ ռեալիստ, եթե կարելի է այդպես ասել։ Մենք մտածում ենք ներքին շուկայի մասին, որովհետև եկեք սկզբից մի հատ առաջի հարկը կառուցենք, հետո երկրորդ, հետո մտածենք արդեն մնացածի։ Եվ երբ որ research արեցինք, հասկացանք, որ Հայաստանում նախընտրում են ավելի շատ մատչելի ու անորակ, արագ փոխեն։ Բացի դրանից մենք սկսեցինք աշխատել նաև օրթոպեդների հետ, որովհետև մեզ համար շատ կարևոր էր, որ մեր կոշիկները լինեն ճիշտ, այսպես կոչված օրթոպեդիկ կոշիկներ, որը ժողովրդական լեզվով ճիշտ կոշիկներ են, ոտքի համար ճիշտ կոշիկներ։ Երբ սկսեցինք աշխատել արդեն օրթոպեդների հետ, ու հասկացանք, որ մենք ազգովի շատ մեծ խնդրեմ ունենք ոտքերի։ Ըստ դրա մենք սկսեցինք կառուցել տարբեր բաներ։ Այսինքն մենք սկսեցինք պատվիրել կաղապարներ արտերկրից, որովհետև Հայաստանում ցավոք կաղապարի այդ արհեստական ոտի խնդիրը մեծ է, չեն կարողանում ստեղծել այն ինչ որ հարկավոր է։ Հետո մենք փորձեցինք տարբեր հումքեր, տարբեր ներդիրներ եւ իրականում մեզ ավելի շատ օգնեցին ոչ թե մեր research-ները, այլ մեզ ավելի շատ օգնեցին մեր հաճախորդները, որտեղ մենք շատ ուշադիր էինք ֆիդբեքներին, թե ինչ են առաջարկում, ինչ բողոքներ կան։ Եվ արդեն հայաստանյան շուկայում մենք 6 տարի ենք, արդեն 7 համարյա։ Եվ մենք սկսեցինք 800,000 դրամով եւ հիմա ունենք բավականին մեծ ընկերություն, որը ոչ միայն Հայաստանյան շուկայում է վաճառում, նաեւ արտերկրում։ Դուք ոտնաման ձեր ընկերությունը բավականին հայտնի է, այսպես բրենդ է նաեւ դարձել մեր ներքին շուկայում։ Ձեր գնորդը ով է ձեր սեգմենտը եւ ինչպես եք ձեր գնորդին գտնում։ Մեր գնորդը շատ հետաքրքիր մարդիկ են։ Ես հաճախ եմ շփվում մեր հաճախորդների հետ, որովհետև քանի որ այն ժամանակաշրջանում ենք ապրում, որ ամեն ինչ շատ արագ է զարգանում, եւ ինձ միշտ պահանջ կա հաճախորդի հետ շփմանը, հասկանալ ինչ փոփոխություններ կարող ենք անել։ Մեր հաճախորդները դա հավաքարարից մինչև բանկի կառավարիչ։ Մեր հաճախորդը հայտնի մարդ է, մեր հաճախորդը հասարակ մարդ է, բայց մեր հաճախորդների մեջ ես զգացի, որ մեր հաճախորդը դա այն մարդն է, ով որ գնահատում է որակ, այսինքն գնահատում է հարմարավետություն։ Բացի որակից նաև շատ կարևոր է հարմարավետություն, որովհետև մենք օրվա ընթացքում գրեթե միշտ ոտքի վրա ենք։ Այսինքն մենք միշտ կոշիկների մեջ ենք։ Ու այդ այն ես հիշում եմ 90-ականներին, երբ որ դպրոցից գալիս էի կոշիկներս հանում էի, ասում էի, ինչա, այդ մենք աշխատել ենք նրա վրա, որ այդ տենց բան չլինի։ Եվ մեր հաճախորդները, ես հասկացա, որ մեր հաճախորդները այդ research անողներն են, որոնք հետաքրքրված են, որոնք ուզում են, որ կրեն հայկականը, եւ մեծամասնությունը շատ բարի ու պոզիտիվ անձնավորություններ են, ում հետ որ ես շփվել եմ։ Հետաքրքիր ձեւ բնութագրեցիք ձեր հաճախորդներին։ Ոտնաման ընկերությունը անշուշտ իր գործունեության ընթացքում բավականին, այսպես զարգացման փուլեր է անցել, եւ նաեւ այդ փուլերի ընթացքում բավականին մեծ գիտելիք է կուտակել եւ հաջողություններ եւ անհաջողությունների վերաբերյալ։ Կուզեմ կիսվեք այդ ձեր փորձով, քանի որ այսպես նոր սկսնակ բիզնեսները եւս դրա կարիք ունեն։ Օրինակ, ինչ անհաջողություններ կամ ինչ խոչընդոտներ եք ունեցել, որ կարողացել եք այս ընթացքում հաղթահարել դուք։ Անհաջողությունները իրականում
սկսվեցին կորոնայի ժամանակ, բայց ճիշտ է շատ կարևոր, որ ես ու իմ գործընկերը մենք բավականին գրագետ ենք եւ չենք համարում, որ մենք ամենագետն ենք։ Մենք սխալները ընդունում ենք, բայց կարողանում ենք շատ արագ վերափոխել եւ նոր ճանապարհներ մտածել։ Երևի թե մեզ դա օգնում է մեր ընկերությունը, այսինքն մենք ընկերություն ենք անում ուսանող ժամանակահատվածից, այն տարբերակն է, երևի ձեզ մոտ էլ է եղել, որ ընկերներով հավաքվում են, մտածում են ինչ գործ դնեն։ Մենք այդ յուրահատուկ դեմքերից մեկն ենք, որոնք մտածեցին ու արեցին։ Երբ կորոնայի ժամանակ խնդիրներ էր առաջացել, արդեն չէի կարողանում վաճառքներ կատարել օֆլայն։ Մենք շատ արագ տեղափոխվեցինք օնլայն։ Օնլայն հարթակ այդ ժամանակ բավականին լավ էր զարգացել ամերիկահայերի հետ մեր կապը եւ մեծամասնությունը մենք վաճառում էինք Ամերիկա եւ դա մեզ շատ օգնեց այդ ժամանակ հետաքրքիր մի շարք էինք ստեղծել նախշապատ սնիկերներ, նոր ամորտիզացված ներդիրներով, երբ որ քայլում ես, զգում ես, որ ողնաշարդ քեզ շնորհակալություն է հայտնում։ Եվ դա նորություն էր, մենք ներկայացրեցինք ու այդ ժամանակ այդ անհաջողությունը մեզ դրդեց, որ մենք ավելի մտածենք եւ ստեղծենք ինչ-որ նոր ճանապարհ, որը լինի հաջողություն։ Եվ ուրիշները, երբ որ փակում էին բիզնեսները, մենք զարգանում էինք։ Անհաջողություններ նաև եղան այն ժամանակ, երբ մեր սկսեցին տարբեր կոնկուրենտներ կրկնօրինակել։ Հա։ Կրկնօրինակել ու գիտեք ոնց մենք կողմ էինք։ Մենք ի սկզբանե կողմ ենք, երբ որ մեզ կրկնօրինակում են, որովհետև դա նշանակում է, որ ինչ-որ մի բան լավ բան ստեղծել ես, որ քեզ սկսում են կրկնօրինակել։ Հեղինակային իրավունքի հարց էլ կա այստեղ, չէ՞։ Հայաստանում ենք ապրում։ Մենք կողմ էինք, բայց վատը այն էր, որ անորակ էին ու ֆիդբեքները չգիտես ինչի մենք էինք ստանում։ Բայց գիտեք ոնց յուրաքանչյուր վատի մեջ մենք փորձել ենք ընտրել ու գտնել դրականը ու դա իրականում շատ է օգնում։ Վատով ոչ մի բան չես կարողանում ստեղծես, լավով վատի մեջ լավ գտնելը դա բավականին հեշտացնում քո գործը։ Հաջողությունները ես հիշում եմ մի նկար, որը ինձ ուղարկեցին, ուրեմն մենք պատվեր ունեինք, բարեգործական էր, սահմանային գյուղերի երեխաների համար ձմեռային կոշիկներ էինք պատրաստում, մենք այդ ժամանակ ես ու իմ գործընկերը, չնայած դժվար ժամանակ էր մեր բիզնեսի համար, բայց մենք որոշեցինք, որ օգուտ չենք նախատեսում այդ պրոյեկտից, մենք զուտ հաշվում ենք այն գումարը, որը պետքա ծախսենք, եւ արդեն հարկեր, դուրքեր եւ այլն այդ գումարը, այսինքն մենք օգուտ չենք անում։ Որտեւ շատ լավ մարդիկ էին ու իրանք էլ ոչ թե բարեգործական ինչ-որ հիմնարկ էր, այլ մարդիկ էին, որ հավաքվել էին, գումար էին հավաքել եւ որոշել էին, որ այդ բարեգործությունը պետք է անեն երեխաների համար, մենք էլ իրենց ձեռք մեկնեցինք ու նոր տարուն երբ մնացել էր 2 ժամ, ինձ նկար ուղարկեցին երեխայի հետ, որը կոշիկները հագած ու անոնց անկեղծ ժպիտ ուներ։ Այդ նկարը մինչև ինձ պահում եմ ինձ մոտ ու ինքը ինձ եթե sense պոպուլիստական չհնչի, բայց ինքը ինձ ուժ է տալիս։ Ինչ որ մի բան ես ու իմ ընկերս կարողացել ենք կյանքում լավ բան անել։ Պարոն Սարգսյան, ձեր գործունեությունը անշուշտ բավականին այսպես տարբեր խնդիրների հետ առնչվում, հումքի ձեռքբերման հետ կապված, տրանսպորտային խնդիրների հետ կապված, հարկային, մաքսային, կադրեր եւ այլն։ Ուզեմ այս թեմայով խոսեք, հա, կոնկրետ ինչ խնդիրներ ունեք եւ այդ խնդիրների չափը, հա, ազդեցության չափը ձեր բիզնեսի վրա։ Ամենամեծ խնդիրներից մեկը, որ մենք չունենք հումքի արտադրություն կամ ունենք շատ քիչ, գրեթե յուրաքանչյուր ոլորտում։ Հումքի արտադրություն գրեթե չունենք։ Օրինակ կաշվեգործության մեջ շատ մեծ խնդրեմ կա, այն մարդիկ, որ արտադրում են, դրանք շատ փոքր ընկերություններ են, շատ փոքր։ Ունենք մենք շատ մեծ կաշվի գործարան, որը գրեթե, եթե չեմ սխալվում, Փակվան եզրին է։ Չունենք, ինչի են փակվում, ես հետաքրքրվեցի, որովհետև չունեն ռեսուրսներ, նաև մարդկային ռեսուրսներ։
Ինչքան ես տեղյակ եմ, իրենց տեխնոլոգիա, որը միակն էր, դա Թուրքիայից էր գալիս այդ տեխնոլոգիա, որ ստեղ կարողանար այդ կաշի մշակումը ճիշտ անել, որովհետև երբ որ ինքը չկար, այդ կաշին լավը չէր։ Եվ մշակույթը չկա մեր մոտ կաշվեգործության, այսինքն այդ մշակույթը կտրվեց։ Դա վերածվեց, որովհետև նայեք, պարզ բան, կաշին դա կենդանու կաշին է։ Եթե հովիվները կենդանին ծեծում են, կաշին վնասվում է։ Ամենահայտնի կաշվե գործերը դա Իտալիա, Իսպանիա, նաև Թուրքիա։ Իրանք շատ լավ մշակույթ ունեն, ու իրանք շատ լավ զարգացնում են այդ ամեն ինչը որ մենք կարող էինք անեինք, բայց չարեցինք։ Ամեն ինչ գնաց դեպի զրո։ Այսինքն մենք հումքի արտադրությունը կարծես թե այսպես կորցրել ենք։ Սա մի հատ լուրջ խնդիր։ Շատ լուրջ խնդիր, կան շատ փոքր անհատներ, որոնք արտադրում են, ասենք, տակացուներ, բայց հումքը նույնպես գալիս է դրսից։ Այսինքն հումքի տակացուն նույնպես գալիս է դրսից, եթե մենք ունենայինք այդ ցիկլը, մենք բավականին մատչելի կոշիկներ կարող էինք արտադրել եւ ոչ միայն կոշիկներ, պայուսակներ, տաբատներ եւ այլն։ Բայց ցավոք չունենք մենք այդ ցիկլը, չունենք այդ շրջանը եւ մի ժամանակ կառավարությունը ժամանակ առ ժամանակ օրինակ սահմանափակում էր չմշակված կաշվի արտահանումը, որ մնար կաշին, այստեղ վերամշակվեր, բայց կարծես թե հիմա դրանից էլ են հրաժարվել, էլ ուրիշ չկա։ Մենք խոսում ենք ռեալ բանի մասին, եւ դա մի շրջան էր, հա, այդպես շրջան կար, շատ հետաքրքիր շրջան էր, բայց այդ շրջանը ուղղակի այդպես խոսալու համար էր։ Այո, անցավ գնաց, մի բան էլ ասեցինք։ Զարգացնելու համար կոշկագործությունը եւ ոչ միայն կոշկագործությունը, միկրոբիզնեսը, մեզ տվեցին այդպես հնարավորություն, բայց հետո ձեռներիցս առան։ Իսկ այդ միկրոբիզնեսին, որ հարկում էին շատ ցածր տոկոսով, ինչի այդ ամեն ինչը վերացվեց, որովհետև իրանք չկարողացան դա վերահսկել։ Դա իմ համար խնդալու է։ Բայց իմ համար խնդալու է, եթե պետությունը չի կարողանում վերահսկի մի օրենք, որը ինքն է որոշել ու ինքը կարծում է, ու բոլորն են կարծում, որ դա արդյունք է տալիս, որ միկրոբիզնեսը դառնա փոքր, միջին, եւ այդ ամենը չկարողացան իրանք վերահսկել ու դրա պատճառով այդ օրենքը դուրս եկավ ու շատ մարդիկ դրանից տուժվեցին։ Ես ինքս աշխատանքից ազատեցի մի քանի աշխատակիցներ։ Չէի կարողանում։ Ես այդ ռեսուրսը չունեի, որ կարողանայի այդ մարդկանց ու լավ մասնագետներ այդ մարդկանց թողնել, այդ մասնագետները հիմա ՌԴՄ են աշխատում։ Ցավալի է, բայց փաստ։ Բացի դրանից լավ կլներ նաև որ պետությունը նոր ճանապարհներ գտներ նաև վերանայելու այդ օրենքը, որովհետև դա իրոքից շատ օգնում է։ Այսինքն ըստ ձեզ միկրոբիզնեսը, որ մինչև 24 միլիոն ազատված էին հարկերից, ընդամենը 5-10 հազար գումար են վճռում, դա կոշկագործության համար բավականին լավ խթան էր։ Դե նայեք, սենց հաշվենք, եթե աշխատակցի համար դու վճարում ես 5000 դրամ, օրենքը հանում են, դու վճարում ես 20000 դրամ։ Այո։ Վաու, այդ վիճակն է։ Ինչի համար։ Դա արդյունք չի բերի, լավ արդյունք չի բերի, իսկ ինչա պետք է պետությանը, որ ունենա ինքը ձեռնարկատերեր, որոնք գումար են գեներացնում։ Կամ պետությունից գումար չեն ուզում։ Պետությունից գումար, հա, կան ինչ որ այսպես կոչված ոնց կորեկտ ասեմ, ոչ լավ մարդիկ, լավ ձեռնարկատերեր, որը օգտվել են այդ օրենքից եւ տարբեր բաներ են արել, դրանց կարելի է վերահսկել, շատ հեշտ կարելի է վերահսկել, բայց այդ 14-ի հետ այսպես խառնվեց գնաց։ 14-ի հետ խառնվեց ու դրանում տուժեց այն մարդը, որ հարկա վճարում, որ աշխատատեղ է բացում, որ բիզնես է անում, որը նաև գեներացնում է բացի գումարից այլ լիքը բաներ։ Ցավոք մենք այդ ամեն ինչը չունենք եւ հիմա արդեն այդ նաեւ արտերկից հումքի ներմուծումը հիմա ավելի թանկ է հարկվում, քան ասենք Թուրքիայից կամ Չինաստանից պատրաստի կոշիկ բերելը։ Իսկ ձեռնտա կոշիկ բերելը։ Դա լոգիկային, գիտեք ոնց Հայաստանում լոգիկայով բիզնես պետքա չանես։ Այո։ Որովհետեւ դա անհասկանալի է, ոնց կարելի է այդպես բան թույլ տալ։
Դա ուղղակի դու չես խթանում, դու ուղղակի այտենց սպառնում ես ավելի շատ քո բիզնեսին։ Բիզնեսի հետ խոսելը, բիզնեսի հետ բիզնեսին լսելը եւ բիզնեսի առաջարկները ինչ որ բարձա ոչ բոլորը, բայց գոնե խելքին մոտերը կարելի է գնահատել եւ ինչ որ աշխատանքի մեջ մտցնել պետական, որովհետեւ բիզնեսին նեղացնելը դա շատ լուրջ կազդի եկամուտներին պետության։ Աշխատատեղերի կրճատում, անշուշտ այլ իր հետևանքները։ Ես մի օրինակ ուղղակի բերեցի, որ այն մարդկանց ում աշխատանքից հեռացրեցի, որովհետև ցավոք չէի կարողանում։ Իսկ իրանք հիմա Ռուսաստանի Դաշնությունում են աշխատում։ Իսկ on-line հարթակները ինչով են ձեզ այսպես խանգարում, օրինակ։ On-line հարթակները գիտեք ոնց կամ դուք մասնակցում եք on-line on-line հարթակներում մասնակցում ենք, բայց այստեղ մեր դիրքն է, մեր շրջանն է շատ բարդ Հայաստանի, որովհետև մենք չունենք ճանապարհ, մենք Եվրոպային մոտ չենք, մեր լոգիստիկ ծախսերը շատ ավելի շատ են եւ դա ոչ մի ձև չի օգնում զարգացնելուն։ Մենք Ռուսաստանի հետ ենք աշխատում, Վրաստանի հետ դժվար կարողանաս աշխատես, իրանք այնտեղ ավելի հետաքրքիր առաջարկներ ունեն։ Թուրքիայի հետ չես կարող աշխատես, Թուրքիայից կարող ես ուղղակի հումք վերցնել։ Ժամանակին Թուրքիայից ստեղից ուղարկում էին Թուրքիա կաշին, այնտեղ սկզբնական, եթե չեմ սխալվում, սկզբնականն էին վերամշակում, վերջնական վերամշակումը, որը շատ կեղտոտ է, քիմիկական, վերմեն Հայաստանում էին անում։ Մենք ճանապարհ ունենք դեպի Ռուսաստան եւ վերջ։ Մենք այն ժամանակ եւ երբ որ 2020 թիվն էր, մենք այն ժամանակ աշխատում էինք Ամերիկայի հետ HiPost-ի միջոցով։ Կարողանում էինք մատչելի տարբերակով ուղարկել, բայց հետո, եթե չեմ սխալվում, երակի թե քառակի տանկացավ։ Ճիշտ է։ Վերջ, բիզնեսը ավարտվեց։ Մարդկանց ձեռ չի տալի, այսինքն ինքը կոշիկ է առնում $40 եւ $40 տա շիփինգի համար։ Դա նոնսենս է։ Եվ այդքանով ամեն ինչ ավարտվեց։ Այսինքն տրանսպորտային ծախսերը ամեն դեպքում էական ազդեցություն են թողնում։ Բացի դրանից, միջազգային շուկայում կոնկուրենցիան շատ մեծ է։ Դու ճիշտ առաջարկում ես handmade, ձեռագործ, կաշվե կոշիկներ եւ unique դիզայնով, բայց դա այդքան բավական չէ։ Եվ ենթադրվում է, որ սպառողներն էլ հայերն են դրսի։ Հիմնականում, բայց վերջի ժամանակաշրջանում այնքան էր ուրախացնում ես, որ մեզանից սկսում են ավելի օտե երկրացիները գնել ու այդ նույն ժամանակահատված հիշում եք ռիպարտիրանտները երբ որ եկան Հայաստան, մենք այդ ժամանակ Հյուսիսային պողոտայում խանութ ունեինք, այդ խանութը լիարժեք աշխատում էր մենակ ռիպարտիրանտների վրա եւ դա այնքան լավ էր ու իրանք իրանց մեջ community-ներ ունեն եւ կա sense մի մարքեթինգի մեջ, ռուսերեն ասեմ, սարաֆանն ռադիո կա, որ շատ ավելի լավ է աշխատում, կասնե մնացած կգոհանները։ Մենք այնքան շատ հաճախորդ ունեինք, որ չէինք հասցնում, բայց մենք նկատեցինք մի բան, երբ սկսեց հաճախորդները գալիս էր պատվիրում էր, ու այդ կոշիկները մնում էր, ասենք, 1 ամիս, 1 ամսից շատ, մենք զանգում ենք, ինքը արդեն անհասան էր, ուտես մի քանի հաճախորդ։ Մենք հասկացանք, որ Հայաստանը իրանց համար արդեն գրավիչ չի։ Ու այդ ամեն ինչը գնաց ու դեպի էլի 0 ու էլի դուժեց բիզնեսը։ Իսկ որ Հայաստանից նրանք գնացին, էլ կապը էլ չպահպանեցին։ Մենք այդ ժամանակ արդեն վաճառում էինք marketplace-ում ռուսական եւ այնտեղից մեզ գալիս էր արդեն feedback-ներ, մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ եղել են մեր խանութներում եւ խանութներում առել են, դրանից հետո արդեն սկսեցին այդտեղից առևտուր անել, բայց marketplace-երը նաեւ նույնպես հայկական շուկայի համար մի քիչ բարդ են, որովհետեւ նույնպես այնտեղ փորձում են գտնել մատչելի տարբերակներ։ Իսկ handmade-ը եւ որակյալ հումքից պատրաստված կոշիկը չի կարող լինել մատչելի։ Դա անհնար է։ Եթե քո ինքնարժեքը ավելի բարձր է, քան թե չինական կոշիկը, որը վաճառում են, այո, ու
գիտեք ոնց ցավալի մի դեպք ասեմ, դեպքեր հենց այդ հեղափոխությունից հետո էր, երբ որ սա բոլորը տենց ոգևորված հայկական եւ այլն, այդ ժամանակ շատ խանգարեցին այդ վատ մարդիկ, այդ վատ ձեռներեցները, որոնք թուրքական, չինական կոշիկները բերում էին, մեջի լեյբլները փոխում էին, հայկական էին ներկայացնում։ Շատ վատ շրջան էր այդ շրջանը, որովհետև այդ ժամանակահատվածից մենք նկատում ենք տենդենսներով, որ այդ ժամանակահատվածից հայկականի նկատմամբ այդ ոգևորությունը սպառվեց։ Օգտագործեցին առևտրի նպատակով։ Օգտագործեցին եւ մարդիկ սկսեցին հայկականից չօգտվել, որովհետև տեսան, որ լիքը անորակ բաներ են վաճառվում ու շատ դեպքեր եղավ, նաև սոցիալական էջերում էին կիսում այդ դրանցով, որ տենց բաներ են անում։ Ցավոք դա շատ մեծ մինուս էր հայկական բիզնեսի։ Ըստ էության կարող ենք ասել վերահսկող մարմին էլ չկա որպես այդպեսին, հա, ով ինչ կոշիկ ուսումա կարող է արտադրի։ Վերահսկողություն, տենց բան կա։ Այո, լավագույն դեպքում կարող է մարդը դատի տալ, այսպես ասած, եթե ինչ-որ մի բանից դժգոհ մնա, հա, կոշիկի։ Սա էլ է հետաքրքիր, այսպես հայ իրականության արտացոլումը, որ մարդը կոշիկ է առնում անորակ, ինչ կարելի անել, պարոն Սարգսյան։ Նայեք, անորակությունը նաև գնահատումն է ճիշտ պետք, որովհետև մարդիկ հիմնականում, ցավոք հիմնականում, բայց մարդիկ ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան կարդում են, գիտեն, որ ունեն դրա գիտելիքները եւ վստահությամբ գնում են եւ մեղադրում են այս։ Մենք ունեցել ենք մի քանի տարբերակներ, որոնք հաճախորդները բողոքում էին, բայց ցավոք դա մեր խնդիրը չէր, մեր պատճառով չէր։ Եվ տարբերակներ ենք ունեցել, երբ որ կոշիկները լվացքի մեքենայի մեջ էին լվանում եւ մեղադրում էին մեզ, որ մենք չենք զգուշացրել, բայց կաշվե կոշիկը, դասական կաշվե կոշիկը, ոնց եք պատկերացնում լվացքի մեքենայում։ Իրականում ամենակարևոր խնդիրներից մեկը չմոռանալ ՀԴՄ-ն։ Գնելուց վերցնում եք ՀԴՄ-ն, դա ձեր փաստաթուղթն է, որ դու գնել եք այս կոշիկը, այս փաստաթուղթը ունեք եւ նաեւ ճշտեք արդյոք երաշխիքի մեջ է թե ոչ կոշիկը։ Մենք օրինակ տալիս ենք երաշխիք։ Երաշխիք նկատի ունեք, ասեք 2 շաբաթից հետո։ 2 շաբաթից ավել չէ։ 2 շաբաթը դա քիչ է, բայց նայեք, մենք տալիս ենք 2 ամիս երաշխիք, որովհետեւ քանի որ հումքը մենք չենք արտադրում, հումքի վերահսկողություն չունենք, հնարավոր է որ այդ հումքի պատճառով մենք ունենանք, ասենք, ինչ որ կոշիկը փոկվել է, կամ կոշիկի տակածում ինչ որ ճաքել է, կամ sense ինչ որ բաներ վերահսկողություն չունենք, մենք այդ դեպքում արդեն ասում ենք, որ տալիս ենք ձեզ երաշխիք, այս ժամանակաշրջանում եթե չեղավ, հետո էլ չի լինի։ Բայց դրանից օգտվողներ ճիշտ կան, շատերը, ցավոք շատերը, որ գնում վնասում են, հետո գալիս են ասում են ձեր պատճառով կամ կոշիկը հակնում են, պատճառով խփեցի, հա, կամ կոշիկը հակնում են, գնում են հարսանիք, բերում են երկրորդ օրը հետ տան։ Դե կան տարբերակներ, որը մենք տեսնում ենք, որ այդ կոշիկը հակած է 1 տարի թե 2 տարի առաջ հաճախորդ ունենք, որը պատվիրել էր կոշիկ եւ այդ կոշիկը մենք դե պատվիրելու դեպքում վերցնում ենք տվյալներ հաճախորդից, անուն ազգանուն, հեռախոսահամար, որ կոնտակտ ունենանք, հետո եթե ուզենա պատվիրի, արդեն մենք պատմության մեջ ունենանք ով է պատվիրել եւ այլն։ Այդ մարդը վերցրել էր այդ կոշիկը, տակը գցել էր այդ թղթե սկոչերը եւ գնացել էր հարսանիք, որ տակածում չմաշվի։ Գնացել էր հարսանիք։ Ու երբ որ եկել էր, ինձ աշխատակիցը զանգեց, ասեց կոշիկը հակացա։ Ես էլ լավա այդ խանութի կողքն էի, եկա տեսա, որ հակացա։ Ու ինքը մենք բացատրում ենք ինչ չէր հասկանում եւ այլն, բավականին երկար պատմություն ու ինչ մտքովս անցավ, ասեցի մտնեմ Instagram նայեմ։ Կոշիկներով նկար։ Կոշիկներով նկարը հարսանիքում։ Այդտենց տարբերակներ են անում։ Հաճախորդները վերջի ժամանակահատվածում մի քիչ փոխվել են։ Իրանք ճիշտ ասած լսել են այդ իրավունքի մասին, սպառողի իրավունքի մասին, բայց տեղյակ չեն ընդհանուր թե դա ոնց է աշխատում։
Իրականում շատ լավ է, ես շատ ուրախ եմ, որ մեր մոտ մեր սպառողները, մեր հաճախորդները տեղյակ են, որոնց դժվար է խաբելը, որովհետև մեր շուկայում տեսնում եմ ինչքան են, ես ինքս եմ մեղքում այդ մարդկանց, որ ինչքան են խաբում, սուտ ինֆորմացիա, սուտ բաներ, մենք հիմա ուզում ենք վիդեոների շարք անել, որտեղ մարդկանց կտեղեկացնենք, որ այս դեպքերում ձեզ խաբում են։ Այո։ Զգուշ եղեք այս sense բաներից, զգուշ եղեք այս ստուգեք այս բանը, ստուգեք այն կաշին ինչ է, էկո կաշին լավագույն դեպքում գիտի վառելուն տարբերակը, որ վառել կաշին։ Գիտեք ոնց կաշի հիմա Չինաստանում նոր տեխնոլոգիաների միջոցով արտադրում են էկո կաշիներ, որոնք ընդհանրապես բնական հումք չունեն, ու իրանց անգամ ես եմ դժվարանում տարբերել կաշվից։ Վառել խնդիր չկա, ինչքան ուզում ես վառել։ Կաշվի հոտ որպես այդպիսի ինքը իրականում մի քիչ մեր մոտ այտենց այդ լեգենդների շարքից է, որտեվ կաշվի իրական կաշվի հոտը ինքը ահավոր հոտ է։ Քիմիայի միջոցով ինքը վերամշակվում է եւ այլն։ Կաշվի հոտը կարելի է ազգալ այն դեպքում, երբ որ կաշին փակ վիճակում է եղել երկար ժամանակ։ Այդ ժամանակ կաշվի հոտը կզգաք։ Իսկ այն մնացածը կարողանում են ստանալ քիմիայի միջոցով։ Այդ կաշվի հոտն էլ եւ այլն։ Այսինքն հիմա այն ժամանակաշրջանը ով ոնց կարողանում է խափում է։ Այսինքն այս բանը շատ դժվար է որոշել լավ կոշիկը որն է, հա, հումքը։ Հիմնականում ստուգված, ես խորհուրդ կտամ հիմնականում ստուգված տեղերից գնել։ Կամ եթե նորություն եք ուզում, այսինքն նոր ինչ-որ տեղից եք ուզում գնել, պետք է մի հատ խոսել։ Հիմնականում յուրաքանչյուր ապրանք կարելի է հասկանալ, թե ով է վաճառում ու դրանից հասկանալ այսօք այդ ապրանքը։ Այսինքն վաճառողից կողմնորոշվես։ Վաճառողից, որովհետև նայեք, դե հայկական շուկայում հայկական կոշիկները ես չեմ կարող ասել, որ վատն են, հայկական շուկայում այդ գնի սահմաններում իրանք բավականին լավն են։ Բավականին լավն են, ու չեմ ասում են հայտնի տոնավաճառները, որոնք ավելի լավ է չգնալ այնտեղ, բայց կոչ կանեմ ուղղակի չմոռանալ առողջության մասին։ Գումարով, բայց առողջության մասին եկեք չմոռանանք ու կոմֆորտի մասին չմոռանանք։ Պարոն Սարգսյան, շատ հաճախ սպառողները բողոքում են, որ հայկական կոշիկները բավականին միանման են, այսինքն մոդելների խնդիր կա, նորաձևության հարց կա։ Օրինակ ոտնաման ընկերությունը ինչպես է այդ խնդիրը լուծում, որ իր սպառողին հետաքրքիր այսպես product առաջարկ։ Ամեն դեպքում չի որ պահանջարկից ելնելով եք, չէ, դուք ապրանք ստեղծում։ Երբեմն նաև դուք եք մտածում ինչ-որ բան, որ առաջարկեք կարող է շուկան ընդունի։ Շատ լավ հարց տվեցիք։ Մենք ի սկզբանե հայկական շուկա մտանք գույներով։ Մենք առաջարկում էինք գույներ, գույների համադրություններ, նոր տեսք, նոր դիզայն, որը Հայաստանում այն ժամանակ չկար, կամ կար շատ քիչ ու շատ թանկ։ Մենք դրանով առանձնացանք, որ մեր դիզայնը եւ մեր կոմֆորտը ինքը ավելի առանձնացող է եւ հետաքրքիր։ Դրանով մեզ սկսեցին ճանաչել։ Մենք առաջարկում ենք այն տարբերակները, որոնք ժամանակից շուտ էինք առաջարկում, ու այդ իմոտ լավ տպավորվել է, մենք short double monk-եր էինք արտադրում, դրանք ամառային դասական կոշիկներ են, դիմացը կարճ, իրեն հագնում են անտեսանելի գուլպաներով, ցածր գուլպաներով, short double monk-եր էինք առաջարկում, սնիկերների, բոթասների տեսքով, եւ այդ ժամանակ, երբ որ մենք արտադրեցինք, այդ կոշիկները գրեթե չվաճառվեցին, բայց վաճառվում են այն մարդկանց մոտ, ուրեմն հիշում եմ այն ժամանակ մենք մեր առաջի խանութը գտնվում էր Ասյանի վրա, ընդհանուր խանութը 5 քառակուսի մետր էր, դա կրպակ էր, մինչև այդ կրպակը կա, այդ կրպակում եթե 2 հոգի կային, շարժվելու տեղ չկար, այդ մեր առաջի խանութներ Հայաստանի Հանրապետության փոքր կոշիկի խանութներ, ու մենք այդտեղ այդ կոշիկների նոր տեսակներ արեցինք, շատ սիրուն էին, շատ հարմար, ու մեզ մոտ այդ կոշիկների համար ես հիշում եմ այն ժամանակ եկավ մի հաճախորդ վերջին Porsche մեքենայով եկավ կանգնեց այն որ սաղ ու ինքը եկավ կոնկրետ մեր մոտ հենց այդ կոշիկը առնելու տեսել էր սոցիալական էջերում այդ կարգի մարդիկ էին գալիս մեզ մոտ այդ կոշիկը բայց մենք զարմացանք որտեղ ինքը շատ սիրուն էր
Անցավ 2 տարի, այդ կոշիկը սկսեցին արդեն կրկնօրինակել մնացած բոլոր խանութներում, նոր մենք մի քիչ ժամանակից առաջ ենք, ու մեր գրեթե յուրաքանչյուր տարբերակը, որ մենք արտադրում ենք, մի փոքր ժամանակից առաջ ենք արտադրում, հաճախորդները հələ դա չեն հասկանում, որ դա կարելի է այդպես բանակել։ Այսինքն դուք ստեղծագործում եք առաջարկում։ Միանշանակ, մենք գիտեք ոնց լավ կոփին էլ է լավ բան, տաղանդ է լավ կոփի անելը։ Այո, համաձայն։ Բայց այս դեպքում մենք մտածում ենք այն տարբերակները, որոնք չկան, բայց որոնք մեր դուրն են գալիս։ Մենք կոշիկ արտադրելուց փորձարկում ենք, դա շատ կարևոր բան է, որ դու փորձարկես, որ հետո հաճախորդը քո տեղը չփորձարկի ու բողոքի։ Եվ նաև դիզայնել ենք։ Մենք ինքներս ենք մտածում, թե ինչ անենք, ինչ համադրություններ անենք, որովհետև ինչ որ մի տեսակի արտադրում ես դիզայնը, բայց գույները սխալ ես ընտրում ու այդ կոշիկը չի, արդեն պահանջարկ չունի։ Այնպես որ ես կարծում եմ յուրաքանչյուր ոլորտում պետք է ընտրել մի ոճ ու այդ ոճով շարժվել։ Ինքը ուշ թե շուտ իրանը կասի։ Ինչպես եք տեսնում ձեր ոլորտի կամ ձեր ընկերության զարգացման տեսլականը 5-10 տարի հետո ուր եք գնում դուք։ Մեր հիմնական նպատակը նրանում է, որ մենք հասցնենք մեր հանրությանը, որ լավ կոշիկները թանկ չեն։ Լավ կոշիկները դա յուրաքանչյուրի համար է։ Եվ մենք փորձում ենք այդ գաղափարով առաջ գնալ եւ ես հավատում եմ նրան, որ մենք շատ մոտ ապագայում ավելի շատ պոպուլար կլինենք, քանի որ մենք նաեւ ունենք հայկական լավ հումք արտադրողներ, որոնց հետ աշխատում ենք եւ որոնց միջոցով մենք բավականին գնիչեցումներ ենք կատարել։ Դա կարծում եմ ողջունել է։ Եվ դրա միջոցով մենք մտածում ենք նաև շարքեր անել, որը կլինի կոնկրետ միայն հայկական հումքով։ Մեր նպատակը նրանում է, որ այդ հայկական հումքով, լավ դիզայնով, որակյալ եւ ամենակարևորը հարմարավետ կոշիկներ ունենանք, որը կարողանանք Հայաստանի բոլոր տեղերում վաճառել։ Մեր նպատակը դրանում է, ու այդ նպատակին մենք շատ լուրջ վերաբերվում ենք ու ընթանում ենք դրան։ Հաջողություն եմ մաղթում ձեր ծրագրերում, նախագծերում, պարոն Սարգսյան։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք հայկական կոշկագործության մասին, այս ոլորտը բավականին լավ ավանդույթներ ունի, կարծում եմ ավանդույթներից շատ կարևոր է նաև մեր վերաբերմունքը հայկական կոշիկի նկատմամբ։ Այսինքն մենք պետք է կարևորենք, գնահատենք հայկական կոշիկը, այո, նաև կարևորենք որակը այս դեպքում, այսինքն բարձր որակ, բարձր գին, այս տրամաբանությունը պահպանվում է բոլոր առումներով եւ կարևորելով մեր առողջությունը մենք պետք է պատրաստ լինենք նաև շատ վճարել հայկական կոշիկ կրելու համար։ Կարծում եմ սա հայկական, այսպես ապրանք սպառելու տարբերակներից մեկն է եւ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք մեր գնումների մեջ հատուկ, այսպես առանձնացնենք հայկական ապրանքների ձեռքբերումը, եթե կա հայկականը, անշուշտ պետք է մեր նախապատվության տանք հայկականին։ Սա է մեր լինելու առաքելությունը։